Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ֆինանսական դուժ եմ կրել եմ Ֆրանսիայի դեսպանատուն եմ դիմել, ֆրանսիական բանկից եմ դուժվել, մեզ ասացին, այսինքն WhatsApp-ին իմ SMS էր եկել, որ 0.3%-ով կարող եք վարկ վերցնել, մենք այստեղ ունեինք 24%-ով վարկեր։ Ես դիմեցի, որ վերցնեմ այդ վարկը, այստեղի բարձր տոկոսներով վարկերը մարենք, այդ ցածր տոկոսով ընթացքում կմարեինք։ Խաբեցին մեզ, սկզբում $120 պահանջեցին, որպեսզի մենք մուտք գործեինք Ֆրանսիա, այնուհետև $800 պահանջեցին, այնտեղ մենք վճարումներ կատարեցինք տարբեր հարթակների համար, այսինքն այնտեղ, որ իրենց դատախազությունը թույլ տար, որ բանկը մեզ ընդուներ, այնքան վճարումներ պահանջեցին, մինչև որ գալիս էր արդեն հասնում էր այն չափը, որ ես որոշել էի վարկ վերցնել, այսինքն մենք որոշել էինք 8 միլիոն էինք որոշել, որ վերցնեինք, այդքանի հայտ էինք ներկայացրել, բայց արդեն մենք $500 վճարում, 2.300.000 դրամ մենք վճարում էինք կատարել։ Մենք դիմեցինք արդեն, որ այնտեղ վճարեցինք վերջին գումարը, ասացին, որ կես ժամից մեր գումարը կնստի արդեն մեր հաշվի համարին, մենք գնացինք բանկ, նայեցինք, ոչ մի գումար չկար, այնուհետև կապ հաստատեցինք իրենց հետ, իրենք ասացին, որ պետք է մենք մեկ տարվա վարկը ամբողջությամբ վճարենք, որպեսզի մենք հավատան, որ մենք չենք խաբում, չենք փախնում, բայց ես վարկ չի ստացել, ինչի համար նորից $1,200 վճարում կատարել։ Այդ ժամանակ հասկացաք։ Այո, այդ ժամանակ։ Իսկ այդ ժամանակ ուր էին այն բանկի աշխատողները, որ ես բոլորը օրինական եմ վճարել, բոլորը չեկերով ունեմ։ Որ բանկին եք վճարել։ Ինձ ասացին, որ վճարը փոխանցումներ տարբեր բանկերով են փոխանցել, VTB-ով, Արշինով։ Այդ ժամանակ ինձ բանկի աշխատողները չասացին, ախր Ֆրանսիայում չի Մալի քաղաքը, Աֆրիկայի քաղաքներից է դուք այնտեղ ինչ եք փոխանցում եք որպես ինչ։ Իրավապահ մարմիններին դիմեցի, ասացին, որ ձեր փողը գնաց կորավ, ձեզով էր ասե վճարում կատարեիք։ Դիմել եմ ԱԱԾ, դիմել եմ Ֆրանսիայի դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն ասեց, մենք կապ չունենք Ֆրանսիայի հետ։ Ինչի կապ չունեք, եթե դուք եկել եք մեր հողի մեջ Ֆրանսիայի դեսպանատուն ունեք, դուք այնտեղ նաև կապ ունեք այնտեղի օրինապահ մարմինների հետ։ Նրանք հրաժարվեցին, դիմեցին քննչական կոմիտեում ասացին կզբաղվենք ու չզբաղվեցին, ԱԱԾ-ել դիմեցինք, մեզ զանգահարեցին ԱԱԾ-ից, ներկայացան որպես Կարեն Կարապետյան, ասաց, որ մեր գործով ինքն է զբաղվում եւ արդեն դուրս է եկել նրանց հետքի վրա եւ մեր գումարը շուտով կստանանք։ Անցավ որոշ ժամանակ, ես նորից փորձեցի կապ հաստատել իր հետ, բայց չկար, արդեն անհասանելի էր։ Նորից դիմեցի քննչական կոմիտե մեզ մոտ Արարատի մարզ, այնտեղ ասացին, որ մեկին ճարել ենք, բերեցինք, ինք ասաց ես ստացել եմ, հետո որ նորից բերեցին իրեն արդեն մենք իր հետ որպեսի խոսենք, ասաց դե ինձ ասել էին այդպես ներկայացրու, ես այդպես էլ ներկայացրել եմ, մենք իրեն հավատալով այդքան վճարումներ էին կատարել, ինքը ասաց ես վերցրել եմ $20,000 գումար եմ վերցրել եւ Կիրովականում բնակարան եմ գնել, ասացինք եթե դու այդ չեկերը ունես այդ թղթերը, որ դու ստացել ես, ուղարկի մեզ մենք վստահ լինենք, մենք էլ այդ վերջնական վճարանը կստանանք։ Մայ ես աշխատանքի եմ, դոկումենտները տանն են, այդպես խաբեց, մենք էլ հավատացինք ու այդ վճարումները կատարել ենք, տուժեցինք։ Փառք Աստծո հայտ տվեց պարոն Կարագոզյանը, ճիշտ ասած, մենք ունենք մի խաբված էլի ընկերուհի, Մարինեն, Տիկին Մարինեն, ինքն ասաց, որ պարոն Կարագոզյանն է զբաղվում այդ հարցով, ես դիմեցի ու շատ վստահ եմ ու հուսով եմ, որ մեր փողը հետ են տալու, դրա համար եկել ենք այստեղ, պահանջում ենք, որ մեր գումարը հետ տան։